Քաղաքականություն, մշակույթ, մանկավարժություն, լավ ամուսին, հոգատար հայր ու սիրելի պապիկ, այս ամենով է բնութագրվում Գևորգ Սնխչյանը։ Երևի մեր շրջանում չկա այնպիսի մի մարդ, որ չճանաչի Գևորգ Սնխչյանին, որին մենք գիտենք Ժորա Սնխչյան։ Նա ծնվել է Նինոցմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում, մտավորականի ընտանիքում։ Ծնվել եմ 1950 թվականի նոյեմբերի 7-ի գիշերը Ջիգրաշենում։ Ընտանիքի երկրորդն եմ, ինձանից առաջ եղբայրս էր, հետո ես եմ ծնվել։ Հայրս գյուղական մտավորական անձնավորություն էր, կոլնդեսությունում աշխատում էր տարբեր աշխատանքներում, բրիգադիր, ֆերմայի վարիչ, այդպես, բայց հրաշալի դերասան էր ինքնուս, հրաշալի երաժիշտ էր, լավ նկարիչ էր ինքնուս, չափազանց կարդացած մարդ էր, չափազանց, համաշխարհային գրականության մեջ չկա որևէ գիրք, որ հայրս կարդացած չլիներ, աննման դերասան էր, բեմադրում էր, Ջիգրաշենում այն ժամանակ թատերական հրաշալի խմբակ կար, դպրոցի մանկավարժների հետ էին բեմադրում էին Ձորինահաբետ Կոչը, բեմադրում էին Արագեղեցիկ, բեմադրում էին հրաշալի ներկայացումներ, որտեղ ռեժիսուրան հիմնականում հայրս էր անում, մայրս հրաշալի ձայն ուներ, Ուսյանների գերդաստանից էր, Ուսյան Մամիկոնի, Ուսյան Արամի եղբոր դուստր այդ Արամն էր, որը ոստիկանությունում հայտնի անուն էր և որին 37 թվականին Ստալինը կերավ հրաշալի կուսակցական խորհրդային շինարար շրջանի անվանի դեմքերից մեկը։ Մայրս երգելու շնորհքը ժառանգել էր հորից, Մամիկոն պապս հրաշալի երգիչ էր, նվագում էր դհոլի վրա և երգում էր նաև փոքր քեռիս Աշիկը։ Դպրոց հաճախել եմ, դպրոցում ես լավ աշակերտ եմ եղել միշտ, լավ ուսանող եմ եղել, ուր սովորել եմ միայն, չէի սիրում որ ինձնից, առաջ են անցնում ինձից լավ եմ սովորում։ Հրաշալի կրթություն եմ ստացել դպրոցում, ակտիվ աշակերտ եմ եղել, 8-ամյակ այն ժամանակ Ջիգրաշենում միջնակարգ դպրոց չկար, 9-րդ 10-րդ դասաներ սովորել եմ Նինոցմինդայի Բոգդանովկայի հայկական դպրոցում, սա կատարյալ դպրոց էր, այն և այս մասշտաբներով, հիմա ցավով եմ ասում, որ հիմա նման դպրոցներ մենք շրջանում չունենք, սա այն մագարտակներ, որ հիմա ունեն մեր համալսարանները։ Դեռ դպրոցում սովորելիս ներկայացումներ էինք խաղում, համերգներ էինք տալիս, իսկ ուսանողական տարիներին, ընդմիջումներին, ամառները ես գալիս էի և 3-4 կուրսերում ես Ջիգրաշենի դպրոցի բազայի վրա ստեղծեցի Կոմիտաս անունով քարաձայն երգչախումբ, դա այն ժամանակ, երբ շրջանում չգիտեին Կոմիտասը գդալով են ուտում, թե պատառաքաղով, որտեղ և մարդիկ ասում էին, թե այդ համերգը որտեղ եք տալու, ով կլսի, մարդիկ կանգնած բոլորը երգում են և այլն։ Դրանք աշակերտներ էին, ուսուցիչներ էին, պարզվում է, որ ժողովուրդը իր հոգու ձայնին ավելի ուժեղ, ունկնդիր էր, ականջալուր էր և բոլորն էլ ուզում էին իմանալ, թե վերջապես որն է Կոմիտասի անջարի գաղտնիքը։ Այդպիսի մի փորձ արեցի և այնպես որ այդ աշխատանքը միշտ եղել է իմ նվիրումի, իմ սիրո արդյունքը և ես դրան հավատարիմ եմ մինչև այսօր։ 1973 թվականին Ժորա Սնխչյանը ամուսնացել է իր կյանքի ուղեկից ընտրելով համակուրսեցի Սաթիկ Սնխչյանի հետ։ Նրանք միասին քաղաքից գյուղ են եկել և հիմնել իրենց ընտանիքը, հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Տիկին Սաթիկը իմ համակուրսեցին է, մենք միասին ենք սովորել, նույն կուրսում, երկուս էլ 73 թվին ավարտել ենք Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուրնալիստիկայի բաժինը, ամուսնացել ենք, եկել ենք Ջավախ, ունենք 3 դուստր, Լիլիթը վրացերենի դասադու է, Նանեն Մոսկվայում է բժշկական, երկուսն էլ ավարտել են Թբիլիսիում,
Իսկ Արաքսյան փոքրն է, ավարտել է Երևանում նույնպես մասնագիտությամբ ժուրնալիստ է։ Երևի մենակ Արաքսյան է զբաղվում գրականությամբ, երկու գրքերի հեղինակ է, առաջինը տպագրել 9-րդ դասարանում, երկրորդ գիրք անցած տարի Կալուստ Գյուլբենկյան հիմնադրամը տպագրեց Թբիլիսիում, 5 թոռներ ունենք, երկուսը Մոսկվայում են, երկուսը Մեծ Խանչալիում Լիլիթ ենք եւ մեկն էլ Արաքսիայի դուստրն է, որ այս տարի նոր գնաց առաջին դասարան։ Միշտ հարգի եղել մեր տանը, իր գրականություն։ Մեր ամենամեծ հարստությունը միշտ գիրքն է եղել։ Ասեմ, որ երեխաները շատ դժվար պայմաններում սովորեցին Թբիլիսիում, այն ժամանակ ես կոպեկներ էի ստանում, 40-45 լար, մինչև այդ կուպոններ էր, պատերազմի ծանր տարիներ էին, բայց իմ երեխաները երբևէ ինչ-որ պահանջներ, երբևէ չեն դրել։ Ծնունդով Հայաստանից եմ, Սևանից, միասին ենք սովորել, ամուսնացել եկել եմ, և այդ օրվանից երևի մեր կյանքը դասավորվել այնպես, որ միշտ միասին ենք եղել և աշխատանքային գործունեությամբ, և ընտանեկան տարբեր խնդիրներով։ Կարևորն այն է, որ կարողացել ենք հասկանալ միմյանց, կես բառից հասկանալ, ու այդ բանը փոխանցվել է նաև մեր երեխաներին։ Մենք 3 դուստր ունենք, և դպրոցից սկսած նրանք բոլորն էլ մեզ հետ միասին բոլոր հարցերին և ականատես և մասնակից են եղել։ Մի տեսակ արվեստային ընտանիք է մեր ընտանիքը, և ընկերներ շատ ունենք, չգիտես ինչի միշտ մեր ընտանիքի համար ամենասովորական զրույցն անգամ թեքվում է դեպի մշակույթը, գրականությունը, կամա թե ակամա։ Ես կարծում եմ, որ լինել Սնխչյանի կինը շատ նաև պարտավորեցնող է, որովհետև նա երևի ավելին պահանջեր իր կնոջից։ Բարեբախտաբար ես ինչ-որ չափով կարողանում եմ նրան հասկանալ և միասին հեշտ է եղել շատ բաներ հաղթահարել։ Եղել են վայրիվերումներ, եղել են տհաճ պահեր, կապված աշխատանքի և հասարակական տարբեր խնդիրների մեջ, բայց միշտ էլ հասկացվել է, հարթվել, և այդ բոլորը եղել է նրա համար, որ մենք միատեսակ ենք մտածել։ Տարիներ հետո, երբ հետադարձ հայացք ես գցում, տեսնում ես, որ անցել է մի բեղմնավոր ճանապարհ, ու դու արել ես այն, ինչ որ պահանջվում էր քեզանից։ Քիչ, բայց արել ես ինչ-որ բան։ Այսքան այսօր իմ երեխաներն էլ գրեթե նույն ձևով շարունակում են իրենց ընտանիքներում։ Ինչպեսի պապիկ է 5 թոռ։ Իհարկե 5 թոռը շատ քիչ է, բայց երեխաները երևի չեն էլ զգում, որ նա պապիկ է և ընկեր է, և ամեն ինչ է, բոլորին շուտացնող, զգացող, մի խոսքով պատկառում են իրենց պապիկից և սիրում են և պատկառանք են զգում։ Կյանքի ընթացքում Ժորա Սնխչյանը իր տիկին Սաթիկի հետ մեծացրել և դաստիարակել է 3 դուստր՝ Լիլիթին, Նանային և Արաքսիային, որոնց համար նա եղել է հոգատար ու անկրկնելի հայր, այդպես նկարագրեց նրա ավագ դուստր Լիլիթը։ Ես երբևէ ասենք չեմ մտածում, թե ինչ որ կյանքում սերն է ինչ որ բան որոշում, դա հայերիս համար ունի որևէ բան, մեզ չհաջողվեց, մենք որպես տղաներ էլ ունենայինք։ Գիտեք ինչ կա, մեր դեռ ով Կորյունի մոտ է, թե առյուծի ձագը, որ ասում է, հա, կապ չունի, առյուծը հեքեթեվորց, սա իհարկե հայ օջախի համար որդին կարևոր է, սա շատ կարևոր բան է, բայց ես կարծում եմ, որ համենայն դեպս մեր ազգի հետագա պահպանության զարգացման համար առավել կարևորը ազգին արժանի զավակ պարգևելն է,
անկախ եմ բանից դա հայր է լինելու թե մայր նորմալ սերունդ ունենալն ես օրինակ գոհ եմ իմ թոռներից հիմա Վիոլետան եթե 10 է ստացել մինչև չհանդիպի չասի որ 10 է չի գնա այստեղից իսկ եթե նա 9 է ստացել երկու օր չեկավ ես զգում եմ որ նա ուրեմն 5 10 չի ստանում Ինձ համար շատ հաճելի է որ հայրս արժանացել է Հայաստանի Հանրապետության Մովսես Խորենացու մեդալի մեր ընտանիքի համար դա շատ պատվավոր մի պարգև է նա նաև Վրաստանի ուրեմն պատվո շքանշանի ասպետ է Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետության գրողների միության անդամ մեծ գործ է անում Վրաստանում հայ մշակույթը զարգացնելու, հայ գրականությունը զարգացնելու գործում հիմա էլ ընթանում է մրցանակաբաշխություն երեխաները, փոքրերը թե աշակերտները շատ մեծ սիրով են մասնակցում այդ մրցանակաբաշխությանը այդ մրցանակաբաշխությունը հետո պետք է նրանք ստանան Հայաստանի եւ Վրաստանի պատվոգրեր նվերներ եւ նրա նպատակն է որպեսզի ուրեմն հայ մշակույթը զարգանա Վրաստանում եւ հետագայում կիրթ գրագետ սերունդ մեծանա նա հայեցի է դասիրակել մեզ որպես հայր ծնող հայեցի ամենակարևորը ամեն մի հարցում օգնություն է ցուցաբերել մեզ ինչ ասեմ որպես հայր ծնող ես հբարտ անում եմ նրանով թող բոլորն էլ ունենան այդպիսի ծնող այդպիսի հայր Ժորա Սնխչյանը տեղափոխվելով Նինոցմինդա շարունակել է հոգ տանել իր հայրենի գյուղի եւ շրջանի մասին եղել է շրջանի պատգամավոր Վրաստանի խորհրդարանի անդամ մշակույթի ծառայության պետ Հայաստանի եւ Վրաստանի հայ գրողների միության անդամ Իսկ այժմ Վերնատան միության նախագահ։ Դրա վարապացույցն է տարիների ընթացքում թե Վրաստանի եւ թե Հայաստանի կողմից ստացած շքանշաններն ու պատվոգրերը։ Ընդամենը օրերս նա պարգևատրվեց նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Մովսես Խորենացու անվան շքանշանով։ Ես սկսեցի վերականգնել, ավելի ճիշտ հիմնադրել գրողների կազմակերպություն եւ հետո երբ որ համընկավ ամեն ինչ մտածեցի, որ մենք դա անում ենք ոչ թե ինչ-որ սեփական նախաձեռնություն, այլ մեկ դարանց վերականգնում ենք Թումանյանական վերնատանավանները, որտեղ Թումանյանը 1899 թվականին Թիֆլիսում հիմնադրեց իր վերնատունը, որի մեջ հայ գրականության դասականներ էին, Իսահակյան, Դեմիրճյան, Շանթ, Ինքա Աղայանը, Եվ այդ բազայի վրա փաստորեն ոչ թե ստեղծել, այլ վերածնել վերնատունը եւ փորձել գրանցել նրան Վրաստանի օրենսդրության սահմաններում։ Դա մեզ շատ դժվարությամբ հաջողվեց, որտեղ մեր դեմ ելավ ոչ միայն, ասենք, այն, որ մենք այդ ժամանակ միություն Վրաստանի հայ գրողների միություն բառը վախեցնում էր շատ, թե ինչպես թե Վրաստանի գրողների միությունը չկա, դեռ գրանցված չի, իսկ հայերը միություն են գրանցում, սակայն մեզ 97 թվականի հունիսի 29-ին հաջողվեց, երբ Իսանի շրջանի դատարանը գրանցեց մեր կազմակերպությունը, այնուհետև նաև արդարադատության նախարարությունը, Եվ փաստորեն Վրաստանում առաջինը հայերս ունեցանք գրողների միություն, վերնատուն անվամբ, սա այն վերնատունն է, որ Թումանյանը հիմնադրել էր իր ապրած բնակարանում։ Իմ համեստ հնարավորություններով ամենայն դեպս մշտապես գտնվում եմ, մշտապես աշխատում եմ հոսանքի վրա մնալ, Հայաստանի եւ Վրաստանի գրողների միությունների անդամ եմ, Հայաստանում բոլոր համահայկական գրողների ժողովների ժամանակ, դրանք համագումարներ են, մշտապես սեկցիա եմ ղեկավարում, տարբեր զեկուցումներով եմ հանդես գալիս,
Իհարկե, նաև այդ առիթով բազմից արժանացել եմ տարբեր տեսակի պարգևների, երևի սա հետաքրքրում է մերոնցն ու ասեմ, որ դեռ 99 թվականին Վրաստանի բարձրագույն քաղաքացիական շքանշանի եմ արժանացել, պատվո շքանշանի, որը այն ժամանակ երևի Վրաստանում դեռ մի 10 հոգի ստացած լինեին 15-ը, իսկ հայերի մեջ համար առաջինն եմ ստացել պատվո շքանշանը, սա Վրաստանի, սա է, դա է շքանշանը։ Այնուհետև արժանացել եմ, 2 անգամ արժանացել եմ Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ոսկե մեդալ Հայաստանի մշակույթի նախարարությունը միայն մի անգամ է շնորհում, սա Հայաստանի գրողների միության գրական վաստակի համար մեդալն է, սա Ամերիկայի Ադանա հայկական համայնքի մեդալն է, որին արժանացել եմ, ամերիկացիներն են արժանացել, սա Հայաստան մեր Էապար հայրապետի իր հայրապետական օրհնության, սա Գեղարդ ոսկե այդպիսի հուշանվեր է կոչվում, երբ նա ինձ շնորհեց իր հայրապետական օրհնության, Սփյուռքի նախարարության կողմից արժանացել եմ Վիլյամ Սարոյան մեդալի, սա է իսկ այս տարվա ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհեց Մովսես Խորենացի մեդալը, որ սա հիմա եմ ստացել, այդ առիթով էլ երևի դուք մեր տանն եք։ Սրանք ոչ թե նրա համար, որ պարզապես ես կուզեի, որ իհարկե մեր ժողովուրդը իմանար, որ Վրաստանում մենք աշխատում ենք պայծառ պահել հայ գրականության ջահը։ Միշտ չէ, որ լավ ու հարգված մարդ լինելու համար հարկավոր է պաշտոն կամ հարստություն ունենալ։ Ժորա Սնխչյանը արդեն մի քանի տարի է չի աշխատում, սակայն նա հարգված է բոլորի կողմից։ Ինչպես նշեց նա, այս կյանքում իր նպատակն է հնարավորության սահմաններում գալիք սերնդի ու երիտասարդների մեջ սերմանել սեր դեպի մշակույթ։ Չէ՞ որ մենք մեր ազգը ներկայացնում ենք ամենուր մեր մշակույթով։ Ցանկալի կլիներ, եթե նրա նման մարդիկ շատ լինեին ու բարձր պահեին մեր շրջանի ու մեր ազգի անունը։